Հայաստանի ֆոնդային բորսան 25 տարեկան է։ Հոբելյանի առիթով հրավիրված համաժողովին ներկա էին օտարերկրյա գործընկերներ, փորձագետներ, միջազգային եւ տարածաշրջանային ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներ, ներդրումային կազմակերպություններ։ Հայաստանը ֆինանսական համաշխարհային շուկայի մաս է։ Այն արդյունք է այն մեծ ճանապարհի, որն անցել ենք։ Այսօր մենք կարող ենք ասել, որ քայլում ենք միջազգային չափանիշներին համապատասխան եւ տեղական համագործակցությունները զարգացնելով դուրս ենք եկել միջազգային շուկա։ Նաեւ պատրաստ ենք դինամիկ փոփոխությունների, որովհետեւ ունենք բավականաչափ ներուժ։ Մեր նպատակն է մեծացնել մեր հնարավորությունները։ Չկա զարգացում առանց վստահության, իսկ մենք վաստակել ենք այդ վստահությունը։ Հայաստանի ֆոնդային բորսան 25 տարում դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի, կապիտալի շուկայի զարգացման եւ ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը։ Կապիտալի շուկան նաեւ երկրի տնտեսական ապագայի ձևավորմանն է մասնակցում։ Ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխումը, ներդրումային վստահությունը, երկարաժամկետ զարգացման հեռանկարները, ֆինանսական համակարգի կայունությունը հետևողական աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, ճկուն կառավարման արդյունք են, նշում են մասնագետները։ Միկրոտնտեսության զարգացումը Հայաստանի առևտրային շուկայի հիմնաքարն է։ Մենք անցել ենք COVID-ի, պատերազմի միջով եւ կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք հաղթահարել մարտահրավերները։ Միկրոտնտեսության զարգացման համար համապատասխան միջավայր է պետք, որը մենք ունենք։ Կապիտալի զարգացումը չի եղել որակի հաշվին։ Մենք կարողացել ենք ֆինանսներն արդյունավետ կառավարել, որի համար միասնական ջանքեր ենք գործադրել։ Մեր շուկան կարգավորվում է անընդհատ։ 60 բանկերը, 50 ներդրումային ընկերություններն այսօր համաքայլ ընթանում են միջազգային շուկայի կարևոր դերակատարների հետ։ Հայաստանի ֆոնդային բորսան հնարավորություն է տալիս բիզնեսին ներգրավել կապիտալ, ներդրումային նոր հոսքեր, ինչը պետության համար դիմակայուն տնտեսության հիմքեր է ստեղծում։ Տնտեսության հետագա զարգացումը պահանջում է ներդրումային նոր գործիքներ, նոր ֆինանսական հնարավորություններ եւ ներքին ռեսուրսների առավել ակտիվ ներգրավում տնտեսության մեջ։ Այս առումով բորսայի դերը չափազանց կարևոր է։ Ֆոնդային բորսան միայն առևտրային հարթակ չէ, այն վստահության, թափանցիկության եւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջավայր է։ Հայաստանի ֆոնդային բորսան լավագույն օրինակն է, որ փոքր տնտեսություններում նույնպես կարող է զարգանալ արժեթղթերի շուկան։ Վերջին տարիներին Հայաստանի կապիտալի շուկան աճի աննախադեպ տեմպերով է առաջ գնում, ձևավորելով ներդրումային միջավայր։ Բաժնետոմսերի շուկան աճել է 300%, իսկ կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի շուկաները 700 եւ 750%, տարածաշրջանում ապահովելով Հայաստանի ֆոնդային բորսայի դիրքերը։ Նաիրա Փայտյան, Վահրամ Ստեփանյան, Լրաբեր։